Ողջույն բոլորին, ձեզ հետ կրկին ես եմ Անին և դուք իմ էջում եք։ Այսօր մտածել եմ շատ հետաքրքիր վիդեո նկարեմ, ուրեմն ChatGPT-ն ինձ գրելու է ուտելիք, որ ես պետք է պատրաստեմ և գրելու է, թե ինչ բաղադրիչներ է հարկավոր և պատրաստման եղանակը։ Ուրեմն ես սկզբում նրան արդեն հարցրել եմ և դուք այս կողքի նկարում կարող եք տեսնել, թե նա ինչ բաղադրիչներ է գրել և պատրաստման եղանակը։ Հիմա մեզ հարկավոր է կարտոֆիլ, բաղադրիչներից ինչպես տեսնում եք, կարտոֆիլ, ձեթ, պետք է պատրաստենք կարտոֆիլից գնդիկներ, սենց բաներ, որ ձեթի մեջ տապակենք։ Ինձ թվում է շատ համեղ կլինի, որտև ես շատ տենց վիդեոներում կամ ուրիշ տեղեր տեսել եմ, որ պատրաստում են և փորձարկում են ու շատ համով է լինում։ Դրա համար մենք այսօր պատրաստենք, ինձ թվում է ես կկարողանամ պատրաստել, իհարկե միայնակ, առանց ծնողի օգնության, սենց ասեմ, առանց մայրիկիս օգնության, ես միայնակ հուսամ կկարողանամ պատրաստել, որտև իրականում մի անգամ, երբ որ ես նման բան էի պատրաստելուց եղել և ձեթը մի քիչ երկար էի գազօջախի վրա թողել, հետո կարտոֆիլը լցրեցի ու դրա պատճառով ես այդ օրվանից հետո մի քիչ վախենում եմ ձեթին տենց լավ տաքացնեմ, ձեթի հետ ինչ-որ գործընթաց ունենամ, ձեթով պատրաստելու բան կամ չգիտեմ, բայց այսօր հուսամ կկարողանամ պատրաստել, իրականում այդ ժամանակ, որ ես նման բան էի պատրաստում ու տենց բան եղավ, ինձ հետ փոքր է եղել շատ, մի 8 թե 9 տարեկան եմ եղել, մի խոսքով հիմա շատ չերկարացնենք, գնանք կարտոֆիլը և մնացած բոլոր բաղադրիչները բերենք, որպեսզի պատրաստենք։ Կարտոֆիլները ինձ մոտ են, իհարկե ես նշել եմ, որ մենակով չեմ ուտելու, հավշու չեմ նշել, նոր եմ նշում, այսքան կարտոֆիլը, հիմա գնացինք պատրաստելու, հիմա պետք է նախ այս կարտոֆիլները լավ լվանանք, հիմա ես կլվանամ և կմյանամ, ինչպես կարող եք տեսնել իմ թաց ձեռքերից, ես կարտոֆիլը լվացի, հիմա մենք պետք է վերցնենք այլ անհրաժեշտ բաները, օրինակ չգիտեմ ինչ-որ ձեթեր, պաքսիմատ, հա, չգիտեմ դրա հայերեն տարբերակը, եթե գիտեք գրեք մեկտեմ չորահաց, հա, տենց չէ, տենց է ինչ-որ տենց բան և ինչ-որ էլի նման բաներ դուք այս նկարում կարող եք տեսնել ինչեր է մեզ պետք, բաղադրիչներից իհարկե, հիմա կարտոֆիլները ես արդեն հանեցի, հիմա բուսայողը բերեմ, բուսայողն էլ է մեզ մոտ, հիմա քանի որ այս պահին տանը չկա պաքսիմատ, դրա համար ես կվերցնեմ ալյուր, բայց չգիտեմ ալյուրով համեղ կլինի թե ոչ, գնացինք։ Կարտոֆիլները արդեն մաքրել եմ, հիմա պետք է խաշենք։ Կարտոֆիլները արդեն իմ կողքին եռացել են, ավելի շուտ եփվել են և մենք հիմա պետք է հանենք և կարտոֆիլ տապակելու գործիքով ճզմենք կարտոֆիլը, հիմա հանենք և ճզմենք կարտոֆիլը, հետո տեսնենք, թե ինչ ենք անելու։ Հա, կարտոֆիլները այստեղ են և հիմա ես այս գործիքով կճզմեմ այսպես կարտոֆիլները։ Հիմա կավելացնեմ մի փոքր բուսայուղ, որպեսզի մի քիչ փափկի կարտոֆիլը։ Ահա և վերջ կարտոֆիլը ես տապակեցի, իսկ հիմա կարտոֆիլները պետք է վերածենք փոքր գնդիկների ձեռքի մեջ շփելով։
Արդեն այսքան գնդիկներ պատրաստել եմ, հիմա պետք է պաքսիմատի մեջ ավելի ձուն հարենք, դրա մեջ թաթախենք եւ պաքսիմատի մեջ, իսկ հետո տապակենք ձեթի մեջ։ Հիմա առաջինը կհարենք ձուն եւ թաթախենք պաքսիմատի մեջ, այս պատարակաղով կհարենք ձուն։ Եվ վերջ պաքսիմատներ ենք լցրել, այստեղ երկուսը իրար կողք ենք դրել, իսկ հիմա ես արդեն այդ կարտոֆիլի գնդիկները կթաթախեմ սրա մեջ, իսկ հետո սրա եւ կդնենք, որպեսզի ձեթի մեջ տապակվի։ Առաջինը պատրաստ է, հիմա այս 3 անգամ ես թաթախել եմ ձվի մեջ, հետո պաքսիմատի մեջ, առաջինը պատրաստ է, հիմա մի քանի հատ կանեմ եւ կվերադառնամ։ Ես արդեն այստեղ 6 հատ գնդիկ եմ պատրաստել, իսկ այստեղ մենք լցրել ենք ձեթը եւ այսպես թավայի մեջ տապակում ենք ձեթը, որպեսզի կարտոֆիլները տապակենք ձեթի մեջ։ Գնդիկները արդեն դրել եմ տապակվելու ձեթի մեջ։ Հիմա մի քանի րոպե կսպասենք, որպեսզի տապակվի եւ կհանենք, տեսնենք, փորձենք թե ինչ համք ունենա։ Արդեն մի քանիսը եփվել են, հիմա ես կփորձեմ եւ կասեմ համը։ Ի փոքր տաք է, դրա համար հիմա sense պետքա փչեմ, որ սառի եւ փորձենք։ Վրան կետչուպ եմ արել։ Շատ համեղ է, ես կգնահատեմ ինչպես միշտ 10-ից 10 եւ դուք ոնց հասկացաք, ես շատ եմ կարտոֆիլից տարբեր բաներ պատրաստել եւ փորձել շատ եմ սիրում։ Առհասարակ կարտոֆիլից ինչ-որ բան պատրաստած լինի, ես շատ եմ սիրում, որտեղ իմ վիդեոների մեծ մասը հենց կարտոֆիլից պատրաստելու բաներն է։ Ձեզ խորհուրդ կտամ պատրաստեք եւ փորձեք, անչափ համեղ է ստացվել։ Դե ինչ, հուսամ տեսանյութը վայելել է սկզբից մինչև վերջ։ Չենք մոռանում անպայման դնել այս վիդեոյի տակ ձեր լայքերը, հավաքում ենք 100 լայք եւ անպայման բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի միասին շատ շուտ հասնենք 4000 բաժանորդի։ Իսկ հիմա բոլորին ստեսյուն։